Ինչպես միշտ իրար կողքի։ Բարի լույս սիրելի հետևորդներ, ջան, գնում եմ աշխատանքի։ Զանգին ու զրանգին ինձ ճանապարհում են։ Կակաչները շուտով կբացվեն։ Միշտ գալիս են այստեղ կանգնում են, մինչև որ այսքան տեղը անց եմ կենում, ուզում են իմ հետևից գան, ես էլ չեմ թողում։ Չգաս։ Ներքի ճամփեն եմ հասել, իրանց հազիվ քշեցի, հետևիցս գալիս են։ Շատ անձրև ա եկել, երեկվանից ես կողմ, մի քիչ առաջ ա կտրվել։ Ամբերը հավաքվել են, սարուձորերի վրա նստել։ Օրը կիրակի է, սիրելի հետևորդներ ջան, բոլորիս խաղաղ կիրակի, Աստված օրհնի բոլորիս։ Աշխատանքից հետո նորից կմիանամ ձեզ։ Եկել եմ հասել մեյդանը, տարավոր ուռենին ծաղկել է, սիրելի հետևորդներ ջան, ուզեցի որ դուք էլ տենաք, մի հատ կանգնեմ, շատ սիրուն է, գեղեցկուհի է, անձրևն ասֆալտը բացել է, Հաստորեն մենակ լալվարն ա ձնել, են էլ ամբուչանգը փագած ա, երևաց ոչ, բայց հաստատ ձին ա էլի, գուգութը ձնել չի, գուգութն էլ ա բարձր սար, ու ձնել չի, մնաց մի օր պարավի ուրերիցը, սիրելի հետևորդներ ջան, այսօր ամսի 12-ն ա ապրիլի, տեզերագնացների օրը, այսօրը Յուրի Գագայինը թռավ լուսին, պատմության մեջ շատ հրաշալի կարևոր իրադարձություն, ես հասա եմ գործի տեղը։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, վերջապես տանն եմ, աշխատանքից եկել եմ, բոլոր գործերս կենդանիների հետ կապված արել եմ ու հիմա ազատ եմ, եկել եմ իմ խոհանոց համովություն պատրաստելու։ Քանի որ եղանակն էլ անձրևային է, բաղ ու բաղջում ոչ մի գործ չի ստացվի որ անեմ, բայց ասեմ, որ երեք շատ գործեր եմ արել, ցույց կտամ, թե ինչքան տեղ եմ հողը փորել, սիրելիներս։ Քանի որ դեռևս երեկվանից միտք է արել, որ բլինչիկ պետք է պատրաստեմ, այդ ամեն ինչը շուրջս եմ հավաքել, այստեղը, սառնարանից հանել եմ տնական եփված կաթը, յուղալի, տոլմայի ֆարշից որ մի քիչ պահել էի, դա եմ հանել, այստեղը, մի խոսքով պատրաստվում եմ բլինչիկ թխելու, բայց սիրելի հետևորդներ ջան, եկեք մի հատ էլ կոֆե խմենք, մի քիչ առաջ եմ տուն եկել, հավերս առավոտվանից էր փակած, իրանց կերի ժամը չի, երեկոյան ժամերին է իրանց կերի ժամը, այդ ժամերին գործս էլ ավարտած կլինեմ, բաց կթողամ, իրանք էլ լավ կզգան։ Հիմա էլ մենք լավ զգանք մեզ, բոլորս էլ, որ մի հատ դրսից տուն ենք գալիս, կարծես թե սովորություն ա դառել, մի հատ ուզում ենք անպայման կոֆե խմել ու վայելել, հանգստանալ։ Կոֆեն շատ շուտ ա իր ներգործությունը փոխանցում մեր ուղեղին, անմիջապես թարմացնում ա, մեզ էլ հենց դա է անհրաժեշտ։ Հիմա ես իմ կոֆեն դնեմ եփվելու, դուք էլ ձերը դրեք։ Կոֆեն երբ որ կվայելեմ, արդեն կանցնեմ այս գործերին, որ ավելի հանգիստ լինեմ։ Այսպես։ Կաթը յուղոտ կաթա ու ավելի լավ, շատ համով բլինչիկի խմոր կլինի։ 3 հացու եմ կոտրելու, սիրելի հետևորդներ ջան, խանութի ձու։ Հավերս սկսել են ածել, օրը 5-6 հատ ձու եմ վերցնում, բայց դա չեմ ուզում հիմա օգտագործեմ, քանի որ խանութի ձու էի գնել ու դեռևս
3 հատ էլ ունեմ, նա էլ կօգտագործեմ, ինձ թվում է ինչ-որ մի բան կտխեմ, այսօր թե վաղը չգիտեմ, տեսնեմ օրս ոնց է ընթանում, մի խոսքով օրը կիրակի է, շատ-շատերը տան եք եղել, մի լավ քնել եք, թարմացել եք, բոլորիս լավ հանգիստ եմ մաղթում, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ է, ամբողջ շաբաթ աշխատում ենք ու շաբաթ կիրակի հանգստանում ենք, բայց այդ օրն էլ կարծես թե հանգիստ չենք ունենում, տան ենք անում, անընդհատ ոտքի վրա ենք լինում, ուզում ենք ամեն բան հասցնել, մաքրել, հավաքել, ամուր բաներ պատրաստել։ Ես բան եմ ազատ, երկուշաբթի օրը ազատ եմ լինելու, ամբողջ օրը տանն եմ լինելու, հույս ունեմ եղանակը լավը կլինի ու վաղ չի գործեր կանեմ։ Ձեզ եմ մասնակից կդարձնեմ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ ուզում եմ կոֆեն եփվի, վայելեմ, ծաղիկներով բաժակսան վերցրել տրամադրող, տորմայի ֆարշը, որ աղացել էի, այսքան վերցրել էի, 3 լիտրանոց տարան է, բայց այս ամբողջը հիմա չեմ օգտագործելու, ինչքան որ պետք է, նա կօգտագործեմ, կաթը ցույց տամ նախապես, կաթը նույնպես չեմ ուզում հիմա դատարկել, ահա, այս հենց յուղը կապել է, մինչև այստեղ յուղը երևում է։ Շատ եմ սիրում, երբ որ ամեն գործ հանգիստ եմ անում։ Այս էլ ալիրը, որը նախապես մաղել, պատրաստել եմ, ծունել, ահա, այստեղ արաքսի 3 ծու։ Մի խոսքով, ես պատրաստ եմ։ Բուսայուղը, աղը, ջուրը, թամաները, պղինձը, ամեն ինչը իմ շուրջն եմ հավաքել, մնում է կոֆեն եփի, կոֆեն կվայելեմ հանգիստ, լռության մեջ, սիրելի հետևորդներ ջան, հետո նոր իմ գործերով, այս ամեն ինչի պատրաստելու ընթացքով իհարկե ձեզ կմիանամ, մինչև կոֆեն կեփի, սիրելի հետևորդներ ջան, պատուհանից նայեք, սմայլվենք։ Կոֆեի ամուշ հոտը տարածվեց և բարձրանում է։ Շատ լավ է։ Մեր սիրուն բաժակների վրա միշտ մի քիչ դողդողում ենք։ Ուզում ենք, որ հանկարծ ինչ-որ մի սխալ բանից չկպչենք ու չվնասենք։ Այս բաժակը շատ նուրբ է, նաև լվանալու ժամանակ եմ շատ զգույշ լինում, սիրելի հետևորդներ ջան։ Դե ինչ, ես անցնում եմ իմ սիրելի վայրում, իմ կոֆեն վայելեմ, դուք էլ ձեր սիրելի վայրում վայելեք։ Անդադար անձրև է գալիս, բարակ շաղի տեսքով, փափուկ անձրև է գալիս, ես իմ կոֆեն վայելել եմ, պատուհանի կողքին նստած, բաց եմ արել պատուհանի փեղկը, շնչել եմ անձրևի բույրը, ծաղկախառն բույրը, մի լավ հանգստացել եմ, ուղեղս թարմացել է, հիմա ցույց եմ տալիս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, որ դուք էլ նայեք իմ մեղվանոցը, իմ ծաղկած դեղցենին, Սուրբ Սարգիս մատուռը եւ այս տեսարանը նայելով դուք էլ հանգստանաք եւ լավ զգաք։ Արագահաս Սուրբը թող որ բոլորիս պահի եւ պահպանի։ Ես ամեն անգամ, երբ որ նայում եմ, իմ մտքում, իմ հոգու խորքում աղոթք եմ անում, որը շատ կարևոր է։ Ուզում եմ, որ դուք էլ նույնը անեք, քանի որ աղոթքով ամեն բան լավ է ընթանում։ Սիրելի հետևորդներ ջան, ես իմ գազօջախին կապրիզներից հանել եմ եւ արդեն ֆարշը լցրել եմ թավայի մեջ։ Քանի որ ես շատ եմ սիրում, որ բրինչիկի մեջ միսը առատեղ լինում, մանավանդ որ կաթն է լիտր ու կես է, սիրելի հետևորդներ ջան, թող մի քիչ առատ լինի ֆարշը, որ ասում եմ տոլմայի ֆարշ, միգուցե շատերդ հասկանաք, որ բրինձ է խառնած, բայց այս ֆարշի մեջ բրինձ չկա։ Բայց ասեմ, որ մի անգամ մի տեղ ճաշակել եմ բրինձով բլինչիկ ու շատ դուրս է եկել, շատ համով է լինում։ Էս էլ մի հատ տակու երես անեմ, միտք ունեմ, էս էլ
կոտլետի համար պահեմ, բայց ոչ այս ձևով, այլ կոտլետի տեսք տամ ու նոր սառեցնեմ, որ էլի պատրաստ լինի, հազիվ հետ է եկել։ Այսպես, ահագին ֆարշա, թե բլինչիկի համար և թե կոտլետի համար, երկուսն էլ շատ եմ սիրում, այստեղ ամեն ինչ արածա, ամեն համեմունքն արածա, մենակ բրինձն է պակասում, բայց տոլմա չեմ ուզում անել, ուզում եմ կոտլետի համար այդպես հատիկ պատրաստեմ պահեմ, գիտեք, որ գործերս շատ է, աշխատանքի եմ գնում գալիս, հետո իմ վաղ չեն իմ կենդանիները ու երբ որ պատրաստի ուտելիք եմ ունենում, ինչ որտեղ արագ սնունդ է համարվում, բայց սիրելի հետևորդներ ջան, այդ ձևով ես շատ հեշտ եմ լինում, ջրալի ճաշերը նույնպես կարևոր է, որը շատ եմ սիրում։ Այսպես, սա կտեղավորեմ մյուս կողմ, այստեղ մի քիչ տակու երես անել, մի թեթև կարելի է ջուր լցնել, որ թեթև երեսը կապի, ֆարշը ինքը հյութալի ֆարշեր, մի հատ այսպես տարածեմ, հասկանամ ինչքան է պետք, տավարի և խոզի միս է, սիրելի հետևորդներ ջան, ամեն ձևով կարող եմ բլինչիկ պատրաստել, շատերդ գիտեք, բոլորիս համար դա արդեն նորություն չէ, շատ վաղուց, մի փոքրել, ջուրա միջապես միսը իրան ավերցնում, սյո, արդեն լավ է, այստեղ մարմանդ կթողնեմ ինքը կեփվի, այդ ընթացքում խմորը կանեմ, ճիշտ սառը կաթով նույնպես կարող եմ խմորն անել, բայց չի խանգարի, որ մի քիչ գոլացնեմ, այսպես, և կաթն եմ լցնում, քանի որ յուղոտ է, մի հատ ուզում եմ այսպես բանկան թափահարել, որպեսզի յուղը խառնվի ու բանկայից կպատ չմնա, առավոտը չեմ հանել, աշխատանքից եկել եմ, նոր եմ հանել սառնարանից, առավոտ, որ շատ շուտ եմ գնում, տրամադրված եմ լինում իմ աշխատանքին, հետո որ տուն եմ գալիս, նոր իմ գործերը անում եմ, այս կապույտ կափարիչները շատ լավն են, համեմատաբար իմ կարմիրների, հեշտ է բացվում, այսպես, լրիվ եզրերից մաքրվել է, մի քիչ է մնացել, մի քիչ է, կաթը եփած է, մի թեթև դառնա մատնագոր, ոնց սիրում եք ասել, այսինքն մարմնի ջերմաստիճանի, եթե ասում ենք մատնագոր, ուրեմն դա նշանակում է մարմնի ջերմաստիճանի, այսպես, հիմա ասում եմ առաջ, ուզում եմ այս համանի մեջ պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, իմ համար այստեղ տեղ եմ բացում, շներս ուժեղ հաչում էին, մի պահ կադրից դուրս եմ եկել, տեսնեմ ինչ կար, կովեր էին եկել այդտեղ ճանապարհին, քշեցին իմ շները, մի քիչ էլ մնացի, նոր եմ եկել, մի անգամ խառնել եմ, ասի մի հատ էլ խառնեմ, կրակը մարմանդ եմ թողել, հիմա ելը կսկսվի, այս մի կողմ, կաթն է տաքացել, շատ պետք չտաքանա, քանի որ եղանակը սառն է, ես էլ վերև բերեմ, չի խանգարի, որ մեր խմորը մի քիչ տաքություն ստանա, ձուն եմ կոտրում, այսպես խոշոր, ձվեր են արաքսի ձվերը, ձվերը նույնպես լվացած, մաքուր, ամեն բան նախապես պատրաստում ենք,
բաժակի չափով շաքարավազ։ Ես արդեն աչքա չափով գիտեմ 4 ճաշի գտալ շաքարավազ, որ մի քիչ համով լինի, ոչ աղի լինի, մեկն էլ ավել, ոչ էլ անալի լինի։ Եվ հիմա, սիրելի հետևորդներ ջան, արդեն ձուն և շաքարավազը հարում եմ։ Քանի որ իմ ամանի տարածքը լայն է, ես բլենդով չեմ անում, շերեփով նույնպես կարելի է, փայտե շերեփով։ Այնքան եք հարում, որ ձուն լավ բացվի, խառնվի շաքարավազին ու իր ձվի պնդությունը ամբողջապես լավ բացվի։ Թեկուզ այնքան, որ մի քիչ փրփրի և սպիտակավուն տեսք ընդունի։ Ճիշտ է, իմ ալիքը խոհանոցային ալիք չէ, սիրելի հետևորդներ ջան, իմ ալիքը իմ առօրյան է, սա էլ իմ առօրյայի մասնիկն է կազմում։ Եվ այսօրվա վլոգս այսպես է ընթանալու, համովություններ եմ պատրաստելու։ Քանի որ ձուն նույնպես սառնարանից եմ հանել, ձուն մի քիչ պնդված է, դրա համար պետք է մի քիչ ավելի շատ հարեմ։ Համ մեր ձեռքն է աշխատում, շարժվում, շարժումը կյանք է։ Մի լավ հարում ենք։ Ստեղ արդեն եռը սկսվել է, մի քիչ կիսավազ թողնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ձուն և շաքարավազը այնքան եմ հարել, լավ փրփրել է, ահա նկատվում է, նույնիսկ շերեփի վրա փրփուրը երևում է։ Այնքան պիտի հարենք, որ փրփրի, շաքարավազի այդ ձայնը չկա, երբ որ շերեփ քսում ենք ամանին, ահա, ձայնը չի գալի, լավ հարված է։ Հիմա մի շերեփ կաթ եմ լցնում, կաթը խառնում եմ։ Մի քիչ պտտեմ այսպես, մի շերեփ էլ։ Էլ կարիք չկա, որ ամանը թեքը պահեմ ու արդեն կարող եմ այսպես ուղիղ դնել։ Ալյուրը նախապես մաղած, թեքում եմ, անմիջապես լցնում եմ։ Այսպես։ Սկզբից պինդ խմոր եմ անում, հետո նոր քիչ-քիչ պետք է ջրիկացնեմ։ Այս ձևով ալյուրն ավելի հեշտ է բացվում։ Մի քիչ էլ եմ լցնում, քանի որ քիչ էի լցրել։ Ավելի հեշտ լինելու համար այս ձևով, եզրերից հավաքելով։ Ընդհանրապես ցախ ձեռքով մի քիչ դժվար է աշխատել, բայց երբեմն ես ցախ ձեռքով եմ անում, որ ձեր համար ավելի լավ տեսանելի լինի, քանի որ ես թեք եմ կանգնել, իմ խոհանոցի դիրքը այսպիսին է, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, խնդրեմ, արդեն այս ալյուրը խառնվում է։ Մի լավ այդ գնդիկները բացում է, որ ստացվի ծորուն խմոր։ Խմորը այն աստիճանի է եկել, որ կարող եմ արդեն այս ձևով հարել։ Մի փոքր էլ հարել պահանջում, այնքան պիտի հարեք, որ խմորը հարթ լինի։ Այնքան եմ հարել, ստացել եմ էլաստիկ խմոր։ Հիմա նորից այսպես ուղիղ եմ դնում և կաթն եմ ավելացնում։ Ոչ մի անգամից, այսինքն շերեփ պիտի ավելացնեմ։ Այս խմորը կաթով պետք է բացեմ, սիրելի հետևորդներ ջան, աստիճանաբար։ Եվ այդ ընթացքում նաև խմորը հասունանում է։ Քանի դեռ խմորը ջրիկ է, աղն էլ ավելացնեմ։ Այսքան չափաբաժնի համար մեկ թեյի գդալ թեթև մանր աղ։ Շատերը սոդայով են անում, շատերը առանց սոդայի են անում, սիրելի հետևորդներ ջան, շատ լիքը եղանակներ կա։ Ես միշտ այս տարբերակով եմ անում և ինձ դուր է գալիս, առանց սոդայի։ Խմորը արդեն միախառնվում է, ու այս ձևով բացելու եմ, անընդհատ
կաթ ավելացնելով բացելու եմ։ Շատ հրաշալի տեսք ունի բլինչիկի խմորը, սիրելի հետևորդներ ջան, որ ձեռքով եմ հարել եւ ստացել եմ այսպես ծորուն էլաստիկ խմոր։ Ոչ մի գնդիկ չկա։ Այս տարբերակը, որ ձեզ եմ բերել այսօր այս ինգլոգի մեջ, հին ու բարի օրերի տարբերակն է, սիրելի հետևորդներ ջան, երբ որ լույս չկար, այն մութ ու լույս տարիներին ոնց էինք անում, ձեռքով էինք չէ՞ անում։ Հիմա էլ այդ հնությունը, այդ բարի օրերի հուշը բերել եմ, որ հանկարծ Աստված չարած, եթե լույս չլինի ու ձեր բլինչիկի խմորը ձեր ձեռքին կիսատ մնա, ապա կարող եք ձեռքով հարել եւ շարունակել։ Նույնպես շատ լավ է ստացվում։ Սիրտս քաշեց, որ այս ամբողջը ձեռքով հարեմ եւ մինչեւ վերջ ձեռքով եմ հարելու։ Արդեն այստեղ շատ հարթ խմոր ունեմ։ Հիմա մի պահ թողնում եմ, քանի որ պետք է խառնեմ նաեւ ֆարշը, որն արդեն ջուրը գոլորշիացել է, միսը եփվել է եւ կարելի ասել պատրաստ է։ Շատ չեմ չորացնում եւ անջատում եմ։ Այսպես, մի հատ ուզում եմ թեթևակի մոտեցնել, հնարավորինս, ահա, այսպես։ Խնդրեմ, ահա այս տեսքն ունի։ Եվ պետք չէ, որ տակը այրվի։ Անտիր։ Սա թողնելու եմ սառի և կստանամ շատ փափուկ ֆարշ։ Ես մի գործներ վերջացրի, հիմա ինձ կմնա աստիճանաբար կաթով բացել, ջրիկացնել։ Բակասեք ջուր չես լցնում, Այանուշ կա, իհարկե լցնում եմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այստեղ ես ունեմ լիտրուկես կաթ, տնական կաթ, յուղոտ, ընդհանրապես 1 լիտրի չափաբաժինը 300 գրամ ջուրն է, բայց քանի որ իմ մոտ լիտրուկես է կաթը եւ նաեւ շատ յուղոտ է կաթը, ես ավելացնում եմ այստեղ 500 գրամ, կես լիտր ջուր, սիրելի հետևորդներ ջան, սառը ջուր, սովորական ծորակի սառը ջուր եւ միանգամից լցնում եմ արդեն, միանգամից լցնելու ժամանակն է, քանի որ ձեռքով, այս փայտե գդալաշերեփով այնքան եմ հարել իմ խմորի մեջ, ոչ մի հատ գնդիկ չկա։ Հիմա նույն ձևով, սիրելի հետևորդներ ջան, կաթն եմ ավելացնելու եւ այս ամենը ինչ որտեղ նաեւ աչքաչափ է դառնում, ալյուրը քանի որ բաժակով չեմ չափել, ալյուրը աչքաչափով այդպես լցրել եմ, սա իմ մշտական բաղադրատոմսն է, ես սիրում եմ իմ բաղադրատոմսերին աչքաչափով բաղադրատոմս անվանել, դուք էլ կարող եք ձեր աչքաչափը վերցնել, կարևորը կաթի լիտրն է, ջրի լիտրն է, տեսակ թե շաքարավազը ինչքան լցրի, քանի որ քաղցր խմոր եմ սիրում, չեմ սիրում, որ բլինչիկի խմորը անալի է լինում կամ էլ մի քիչ աղիոտ է լինում, միգուցե նաև այս լիստերից պահեմ եւ ուրիշ միջուկ պատրաստեմ, դրա համար միշտ եւ միշտ մի քիչ քաղցր եմ թողնում լինի եւ հիմա արդեն ձեր հետ զրուցելով էս էլ է խառնվում, ճիշտ է մի քիչ շատ եմ ստանում, բայց շատից վնաս չկա։ Աստիճանաբար կաթն եմ ավելացնելու շերեփով, արդեն փայտի գդալը հանեմ, քանի որ այստեղ քիչ կաթ է մնացել, մեկ շերեփ, և արդեն շերեփով պտտեմ, համել ցույց տամ, թե ինչ աստիճանի խմոր է դարձել, և արդեն պատրաստ է։ Հնարավորինս ուզում եմ ցույց տալ իմ բլինչիկի խմորի ընդհանուր տեսքը, ինչքան է հարթ եւ արդեն լավ է, ոչ թանձր է, ոչ էլ ջրիկ է, ահա, այսպես, անձրևը շարունակվում է գալ, սիրելի հետևորդներ ջան, մարման բարակ անձրև է գալիս, հերթը հասել է բուսայուղը ավելացնելու, որը միշտ ամենավերջում ենք ավելացնում, մի հատ էլի այսպես պտտեմ շերեփով, շատ ընդիր է, շատ, ճիշտ է կաթը յուղոտ է, բայց բուսայուղը ուրիշ գործողություն է կատարում, խմորին դարձնում է օդային,
հենց այն պղպջակները, որը ստանում ենք, և նաև առաջի անգամ թավան թեթև բուսայողով մի քիչ տարածում ենք ու դրանից հետո էլ բուսայող չենք լցնում թավայի մեջ, հիմա որ խմորի մեջ բուսայող ենք ավելացնում, հենց դա է նպաստում, սիրելի հետևորդներ ջան, որ մեր բլինչիկի խմորը լինի ավելի լավը, ծակոտկեն և չկպչի թավայից, այսպես, մի քիչ էլ այսպես էլի պտտում եմ շերեփով, բուսայողը իր գնդիկներով մտնում է խմորի մեջ պատրաստի և նպաստում է բլինչիկի խմորը ծակոտկեն լինելու համար։ Արդեն վերջացրի բլինչիկի խմորը պատրաստելը, ցանկալի է ծածկել և ես պատրաստել եմ, սիրում եմ, որ այսպես սննդային թաղանթով եմ ծածկում, եթե ձեռքի տակ չունեք սննդային թաղանթ, կարող եք հարմար ինչ-որ ամանով ծածկել, կամ էլ թեկուզ խոհանոցային սրբիչ փռել։ Այս սննդային թաղանթը, որ մեծ տուփն է և իր վրա կտրիչ ունի, շատ եմ հավանում և ավելի հեշտ եմ լինում։ Թողնելու եմ կես ժամ հանգստանա, որից հետո արդեն կսկսեմ թխել։ Այսպես։ Առիթից օգտվելով մի փոքրիկ կհանգստանամ։ Ահա այս տուփն է, սիրելի հետևորդներ ջան, կարող եք ձեռք բերել խանութներից և Viber-ից պատվիրելով։ Այդ կես ժամն անցել է, սիրելի հետևորդներ ջան, ես էլ մի լավ հանգստացել եմ։ Պատրաստի ֆարշը, որը երբեմն մենք սիրում ենք խոհանոցում գործանելիս, ասել խճողակ, ինչքան սիրում բառերում ենք, չէ, բայց եթե պատրաստի էլի ֆարշ ենք ասում, բայց հաճելի կլինի, որ մեր ոսկեղենիկ հայերենը մտցնենք մեր բառապաշարի մեջ։ Պատրաստի խճողակը այստեղ է, դեռևս տաք է, պետք է լրիվ սառի, փափուկ, յուղոտ։ Մարդիկ կան, որ թարմը համեմ են ավելացնում կամ էլ իրենց սիրելի կանաչիները, բայց ես չեմ ավելացնում, քանի որ տեղը-տեղին աղալու ժամանակ, միսն աղալու ժամանակ ես ավելացրել եմ։ Հիմա սա մի կողմ եմ դնում, թավան էստեղ բուսայողով պատել եմ, արդեն տաքանում է, սիրելի հետևորդներ ջան, բլինչիկի թավա ունեմ, ահա, բայց ես չեմ սիրում, որ սրանով եմ բլինչիկի լիստերը պատրաստում։ Ճիշտ է, լավ է ստացվում, սրանով ավելի շատ սիրում է տաթևը պատրաստել, իսկ ես ավելի շատ սիրում եմ այս թավայով պատրաստել։ Տաքացել է մի հատ թաթու ջավով վերցնեմ, ցույց տամ ձեզ, թե ինչ տրամագիծ ունի, ահա, այս տրամագիծն ունի, ինքը ծանր թավա է, թուջե ծանր թավա է, որն արդեն տաքանում է, հիմա պատրաստի բլինչիկի խմորը, որը ծածկված է սննդային թաղանթով, կբացեմ, մի հատ էլ կխառնեմ և ահա այս դանակով եմ շրջում, սիրելի հետևորդներ ջան, ծայրի մասը մի քիչ կլորավում։ Հիմա սպասեմ թավան մի քիչ էլ լավ տաքանա, որպեսզի սկսեմ թխել։ Քանի որ այն թավան, որի մեջ պետք է թխեմ բլինչիկի լիստերը, պոչիկավոր չէ, դրա համար հաստ կտոր եմ վերցրել։ Հիմա բացեմ։ Միշտ առաջինը, որ լցնում ենք թավայի մեջ տարածում, սիրուն չի ստացվում, չէ, միշտ էլ այդպես է, հետո արդեն հունի մեջ հանգնում ու սկսում է սիրուն թխվել, թխելուց առաջ մի հատ էլի պտտում եմ, որ լավ խառնվի, այս շերեփով եմ լցնելու, սիրելի հետևորդներ ջան, սա իմ մշտական բլինչիկ թխելու չափի շերեփն է, ոչ շատ լիքը, նախքան թավայի մեջ լցնելու, այսպես եզրը կսում եմ, նաև ուզում եմ ասել, որ այս ամանի մեջ եմ խմորը պատրաստում, քանի որ պլաստիկ աման չէ և տաքանալուց ոչինչ չի լինում, և լցնում եմ ու պտտում։ Ոնց
ընտիր խմոր է։ Սպասում եմ մինչև որ լավ երեսը մի տեսակ պնդվում է, հետո նոր շրջելու եմ։ Առաջի լիստը թխվել է, սիրելի հետևորդներ ջան, շրջել եմ եւ սիրում եմ որ պտտել, թողնել մի քիչ կարմրի։ Հեշտությամբ անջատվել է եւ տեսեք թե ինչքան ընտիր է ստացվել որպես առաջի լիստը, միշտ առաջի լիստը, երկրորդը, երրորդը փչանում է, բայց ուզեցի շատ ուշադիր լինել եւ առաջի լիստը, որ այդպես մեր մեջ համտել, որ միշտ առաջինը փչանում է, շատ սիրուն հանեցի։ Քանի որ հիմա տաք է, իր էլաստիկությունը չի երևում, մի քիչ կհովանա եւ էլաստիկությունը եւս ցույց կտամ։ Մի ձևով շարունակում եմ ամեն անգամ պտտում եմ, խառնում եմ շերեփով, վերցնում եւ նույն տարբերակով շորն է ձեռքից պատրաստ։ Ահա։ Առանց շտապելու եզրից լցնում եմ եւ թեթևակի շարժումով պտտում եմ։ Այսպես։ Երկրորդ լիստը արդեն եզրերը հավաքել եմ, սիրելի հետևորդներ ջան, եւ հիմա ուզում եմ ձեր հետ շրջել։ Այո, ընտիր։ Այս թավայի մեջ շատ իմ սրտով է լինում, ինչպես որ ասեցի, սիրում եմ կարմերացնել, բայց միևնույնն է, առաջի մասը, որ նոր լցնում ենք, դա ավելի շատ է կարմրում, քան թե մյուս երեսը։ Իհարկե, եթե թողնենք մյուս երեսը, նույնպես շատ լավ կկարմրի։ Հովանալուց արդեն իր էլաստիկությունը ձեռք է բերում, բայց դա հովանալու տեղ ունի։ Հանգիստ եք թողնում եւ հետեւողական ենք լինում հաջորդ թավար։ Ինչեւ որ կկարմրի, սիրելի հետևողներ ջան, ուզում եմ նաեւ մի խորհուրդ կիսվել, եթե ասենք շատ խմոր եք ունենում բլինչիկի համար պատրաստած եւ այդ պահին չեք ուզում բոլորը թխել, կարող եք մի մասը լցնել փակ տարայի մեջ, ցանկալի է բանկայի մեջ, ապակե բանկայի մեջ, ամուր փակել եւ սառնարանում պահել, հաջորդ օրը թխելու համար։ Այո, ընտիրություն։ Մի փոքր է ուզում, որպես կարմիր սիրող։ Միշտ սիրում եք, չէ՞, մեր մատերով պտտել բլինչիկի լիստը եւ արդեն հանել, քանի որ արդեն անջատված է, սիրելի հետևորդներ ջան, մոտեցնում եմ հնարավորինս, թեպետև մատերս այրվում է, բայց մի տեսեք ինչ ծակոտկեն լիստ եմ ստացել, այո, սա առաջի երեսն է, որ նոր լցնում ենք եւ պտտեմ, սա էլ արդեն մյուս երեսն է, շատ ընտիր է, ահա, թափանցում է այդ անցքերը։ Այդ նույն եղանակով շարունակեմ թխել։ Առաջի պահին դժվար է թվում, առանց բոճիկով թավայի այս լիստերը թխել, բայց ես վարժվել ու սովորել եմ այսպես։ Տեսնենք քանի հատ եմ թխել, 1, 2, 3, 4 և համբերատար ոչ մեկը չեմ ճաշակել, այս մեկն էլ հանեմ։ Այ օրինակ, եթե բաց գույնի եմ թողնում, սիրելի հետևորդներ ջան, բայց ամեն դեպքում այդքան էլ բաց չեմ թողնում, բոլորը ծակոտկեն եմ մի խոսքով, շարունակում եմ թխել։ Պտտելու ժամանակ աշխատում ենք շատ եզրերը չհասցնել, աշխատում ենք թողնել կենտրոնական մասը, որ հետո հեշտ վերցնենք։ Չնայած բոլորս էլ ուզում եմ ասել, որ սիրում ենք այս եզրերի այս փշերկան ու խրթխրթան մասերը։ Արդեն կարմրել է և հանում եմ։ Ուղղակի մատերս բռնելու տեղն եմ անջատում և զգուշորեն վերցնում ու շրջում եմ։ Ահա այսպես, ինքը անջատվում է։ Հետո մատերով այն կողմ եմ տանում, կլոտ մասն եմ տանում։ Մի փոքր էլ համբերեմ, կարմրի հանկարծ չվարեմ ու բոլորը ուզում եմ լավ թխել իմ բլինչիկի լիստերը, հետո ցույց կտամ այս նախորդ թխվածը, որ գոլորշուց արդեն ինքը խոնավություն ա ձեռք բերել, փափուկացել ա։ Ուզում եմ ցույց տալ էլաստիկությունը։
Շատ մարդիկ կան, որ այո, հենց այսպես բաց գույնով թողնում են, հենց այսպես, այո։ Բայց ես թողնում եմ կարմրի տեղին, կարմրաթուշիկ դառնան։ Մի փոքր սպասելուց հետո արդեն կարող եմ անմիջապես ձեռքով հանել, այո, ընտիրություն։ Շարունակում եմ թխել։ Այս մեկը վերցնեմ, տեսեք ինչ թեթև է, օդային և ծակոտկեն։ Ահա, խնդրեմ, ուզում եմ էլաստիկությունը ցույց տալ, թեթևակի ձգում եմ, իհարկե եթե ուժեղ ձգեմ կպատրվի, բայց այս ուժով ձգելը արդեն ցույց է տալիս իր էլաստիկ ձևը։ Այո, քանի որ տաք վիճակում չենք փաթաթում, սիրելի հետևորդներ ջան, թողնելու եմ լավ հովանա ու նոր միայն փաթաթելու եմ։ Դրա համար ուզում եմ վլոգս ավարտել, շարունակել թխել, այստեղ արդեն նկատում եմ, որ շրջելու է եկել և շրջեմ։ Հենց որ մի քանի հատ թխում ենք, իսկապես շատ հեշտանում է մեր գործը։ Դե սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ խճողակը նույնպես պատրաստ է, ահա այստեղ, բայց զբաղված եմ թխելով և այս ընթացքում, որ այստեղ եմ, ուզում եմ վլոգս արդեն ձեզ հասցնել, որ դուք էլ չանհանգստանաք, թե ուր է Անուշկան բլինչիկի լիստեր է թխում, իսկ դուք վայելեք իմ վլոգը, լավ եղեք և դուք նույնպես համով բաներ թխեք։ Պակա, պակա, պակա։